ներկայացման մասին կասեմ, որ Կարմիր խաչը մեզ առաջարկեց մեր ցավը, մեր այդ վիճակը արտահայտելու ձև, ինչ կուզենանք, ոնց կուզենանք ներկայացնենք, այլ մարզերում ներկայացվել է նկարի տեսքով, թե ինչպես ասենք իր վերջին ոնց կոշիկը հանե գնացել է, այսպես մնացել է, նկարների տեսքով ա եղել, մեկ այլ վայրում, մեկ այլ ձևով ա եղել, մենք ուզեցինք ներկայացման ձևով, ճիշտն ասած շատ զարմանալի էր սկզբում, շատ թվում էր, թե անիրական է այս վիճակը ներկայացնել, բայց մենք տեսել ենք վերջին փորձը, ռեժիսոր Ռոբերտ Արաքելյանի կազմակերպած ռեժիսորի ինքն է, դերասանները շատ լավ խաղացին ու իրոք հրաշալի, հեսա կտեսնենք, ինքներդ էլ կհամոզվեք, շատ հրաշալի ներկայացում է, շատ ցավը, թե ինչպես է ներկայացված այս անորոշությունը, այս վիճակը, այս տեսակ ցավը ներկայացնելը աներևույթ մի բան, որ չգիտես, անորոշության մեջ գտնվող, անհայտի կարգավիճակը ներկայացնելը ու խաղալը շատ դժվար է, բայց կասեմ, գնայեք ինքներդ կհամոզվեք, որ շատ լավ է ստացվել, ռեժիսորը մեզ նույնպես հարցրեց, թե ինչ կարծիք ունենք, մեր կարծիքները հաշվի առնում, մենք էինք ասում, մեր այս ամեն ինչը, որ կտեսնեք, մեր ծնողներիս պատմություններն է, ամեն մեկի երեխու պատմությունն է, մեզնից է եկած սա հորինված չի, սա յուրաքանչյուր ծնողի յուրաքանչյուր զավակի պատմությունը, որը մենք ներկայացրել ենք ռեժիսորին, ռեժիսորը դարձրել է գործ, եւ ես հուսով եմ, որ այս ներկայացումը մեծ լայն հեռուստադիտող կունենա, արձագանք կունենա, եւ տարբեր, ես ուզում եմ նաեւ ցանկությունը սա, որ տարբեր լեզուներով հրապարակվի տարբեր երկրներում, որ սա դիտվի որպես ցավի ու անորոշության մեջ ապրող ծնողի ու զավակի կապը, որ միգուցե մեջները խիղճ արթնանա, հասկանում եք, փորձեն մի լուծում տալ այդ հարցին։ Ձեզ որդին էլ է, չէ՞ անհետ կորած։ Այո, իմ որդին անհետ կորած է։ Չեմ ուզում ասել, կներեք։ Ինչքան ժամանակ է, որ 5-րդ տարին է։ Բարբերաբար հանդիպումներ եք նաև դեպքներ, ոնց իշխանության տարբեր ներկայացուցիչների, մասնավորապես նաև ուժային կառույցի ներկայացուցիչների, որևէ հետ կա, թե նույնիսկ չգիտեք օրինակ, հետքերը փորձում են ավելի շատ վերացնել, քան հարցին լուծում տալ։ Ամեն կերպ ամեն ինչ անում ենք, փորձում ենք, որպեսզի մի ճանապարհ գտնենք, մի դուռ գտնենք դեպի մեր երեխեքին տանող ճանապարհները, բայց դեռ չենք գտել։ Ցավում եմ չենք գտել, չեմ կարող ասել մի լավ նորություն ունենք, չունենք։ Մեր լավ նորությունը կլինի, որ մեր երեխեքը մեր կողքը լինեն։ Ստացման հետ կապված ինչ կարող եք ասել, աստորեն բոլորը իրական պատմություններ են եւ ծնողները անհետ կորածների ծնողները դահլիճում չեն կարողանում առանց հեկեկալու, առանց արդյունքների հետևել։ Փաստորեն այստեղ Կոտայքի մարզի եւ Արարատի մարզի անհետ կորած մեր տղաների ընտանիքներն էին եւ ներկայացումը կազմակերպել էր Կարմիր խաչի եւ այդ ընտանիքների սերտ համագործակցության արդյունքում, այո, իրական պատմություններ էին, նույնիսկ այնտեղ իսկ ծնողները ասում էին, որ սյուժեում որոշակի առաջարկություններ նաեւ իրենք էին արել, ամեն ընտանիքի պատմություն տեսանք, ուժ էր պետք այս պատմությունը տեսնելու համար։ Օրինակ ես տեսա, որ ցավ կար ոչ միայն կորստից, այլ նաև անտարբերությունից, այսինքն մարդիկ փորձում են իրենց ձայնը գոնե այս կերպ լսելի դարձնել, հանրությանը, պատկան մարմիններին գոնե այս կերպ արթնացնել։ Ինչպես ենք մենք անհոգ ապրում, եթե մեր կողքին այսքան ցավ կա։ Ամբողջ ներկայացման ընթացքում ծնողների լուր կամ բարձրակուծային հեկեկոցը չէր դադարում եւ այո, ես ծնողներից մեկը քիչ առաջ ասաց, որ պետք է բոլոր պաշտոնյաներին իրենց ընտանիքների հետ հրավիրել այս ներկայացումը տեսնելու, որովհետեւ ծնողների հետ երբ որ խոսում էի, այո, ասում էի, որ սա այդտեղից չի շարժվում, որևէ աշխատանք միջիմա չկա, որ դրական արդյունք է ցույց տվել
եւ ցավոք այո նաեւ հասարակության անտարբերության արդյունքում է տեսակ երկու մարզից դահլիճը դեպլեցներ նշանակում է մենք ինչքան անհետ կորածներ ունենք երկու մարզի անհետ կորածների ընտանիքներ էին դեպլեցում դահլիճեր այստեղ նաեւ այո հասարակության անտարբերության, չասեմ իշխանության նաև անգործության արդյունքում մենք այսօր ունենք այն պատկերը, որը տեսանք այս ներկայացման մեջ, կարծում եմ ներկայացումը ասացի, որ տարբեր մարզերում, տարբեր լեզուներով նաև ներկայացվելու է, սա մի տեսակ կարծես այս ներկայացումը աղմուկ է լինելու բոլոր միջազգային կառույցներին ուղղված, տարբեր երկրներին ուղղված, որովհետև կորածների հարցը պետք է վաղ թե ուշ ստանա։ Dear families, dear guests, please allow me on behalf of the ICRC delegation in Armenia to warmly welcome all participants of today's event dedicated to the issue of the missing person and their families. Սիրելի ընտանիքներ, սիրելի հյուրեր։ Թույլ տվեք Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անունից ջերմորեն ողջունել այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին։ Միջոցառում, որը նվիրված է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների հիմնախնդրին։ In situations of armed conflict, countless families become separated and many people go missing, leaving their relatives in limbo of ambiguous waiting, without answers and without closure. Sadly, the problem of the missing has a global dimension, whereas hundreds of thousands of people have been registered as missing so far by the family links networks due to armed conflict, natural disaster or migration. Զինված հակամարտությունների ժամանակ անհամար ընտանիքներ բաժանվում են միմյանցից, ու շատերն անհայտ կորում են, թողնելով իրենց հարազատներին անորոշ սպասման ցավի մեջ, անպատասխան, անավարտ վշտի մեջ։ Ցավոք, անհայտ կորած անձանց հիմնախնդիրը սահմաններ չի ճանաչում, այն համաշխարհային է իր բնույթով, եւ 100 հազարավոր մարդիկ զինված հակամարտությունների, բնական աղետների կամ միգրացիայի պատճառով մինչ օրս անհայտ կորած են համարվում Կարմիր խաչի, Կարմիր մահիկի ընտանեկան կապերի ցանցում։